Орденом Александра Невского награжден архиепископ Езрас, глава Российской и Новонахичеванской епархии Святой Армянской апостольской православной церкви. Պարգևատրման այս արարողությունը տեղի է ունեցել 2025-ի նոյեմբերի 4-ին, երբ Վլադիմիր Պուտինը պետական մրցանակներ էր հանձնում, հանդիսավարը Եզրաս arczepiskopos Ներսիսյանին ներկայացրեց որպես հայ առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցու թեմի առաջնորդ։ Այդ ժամանակ քչերն ուշադրություն դարձրին փաստին, որ առաքելական բառը համադրված է ուղղափառ արտահայտության հետ։ Փետրվարի 5-ին կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ռադարի եթերում կաթողիկոսին ծանր մեղադրանքներ ուղղեց։ Նրանք բոլորը, ովքեր պաշտպանում են այսօր կաթողիկոսին, թող մտածեն, ինչ իրավունքով է այս խախտումը արվել եւ արդյոք հարց են բարձրացնում, միայն Ռուսաստանի թեմի կանոնադրության մեջ այս փոփոխությունը, այս ապօրինի փոփոխությունը արված, թե կան էլի կանոնադրություններ վերջի շրջանում իր կողմից հաստատված, որտեղ հայ եկեղեցու պաշտոնական անվանումը զեղծված է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարծիքով այս բացահայտումը բավարար է, որպեսզի կաթողիկոսը կարգալույց հռչակվի։ Մայրաթորից սակայն մեղադրանքները չեն ընդունում։ Ասողիկ Աբեղա Կարապետյանն է գրառում արել, պնդելով հակաեկեղեցական արշավի կազմակերպիչները զրպարտում են ու մոլորեցնում հավատավոր ժողովրդին։ Նա ներկայացրել է Մաղաքի arczepiskopos Օրմանյանի աշխատություններից մեկը, որտեղ հայ եկեղեցու հետ միասին օգտագործվում է ուղղափառածականը։ Օրմանյանական այս հիրավի հուշկու ապտակը լիովին բավարար է ընդդեմ հայոց եկեղեցու ասպատակածներին։ Ամոթ է, հազար ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը, ընդմիջտ զարանելով հայաստանյաց ընդհանրական առաքելական ուղղափառ եւ Սուրբ եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին։ Իրավապաշտպան փաստաբան Ռուբեն Մելիքյանը նույնպես պնդում է, հայկական եկեղեցին ուղղափառ է, հակառակը պնդողները ոչինչ չեն հասկանում աստվածաբանությունից եւ հարցը բացառապես կաթողիկոսի որոշելիքն է։ Ես չեմ կարող ասել պաշտոնական մակարդակում, բայց ժողովրդային մակարդակում այդ խնդիրը միշտ եղել է, որ մեր եկեղեցին հաճախ համարվում է ոչ առաքելական, ոչ ուղղափառ, եւ եկեղեցու անվանման մեջ դրա ընդգծումը, կարծում եմ հատկապես ռուսաստանյան համատեքստում շատ կարեւոր է։ Մելիքյանը պնդում է, ուղղափառ նշանակում է ուղիղ կամ նույն է թե ճիշտ դավանանք ունեցող, այլ ենթատեքստ փնտրել պետք չէ։ Պնդման հետ համաձայն չէ ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա եկեղեցու անվան մեջ փոփոխություն կարող է լինել միայն ազգային եկեղեցական ժողովի կողմից։ Այո, հայ առաքելական եկեղեցին ուղղափառ եկեղեցի է, այո։ Կաթոլիկ եկեղեցին էլ ուղղափառ եկեղեցի։ Ուղղափառ եկեղեցին էլ կաթոլիկ եկեղեցի է։ Եվ հայ առաքելական եկեղեցին էլ եւ կաթոլիկ եկեղեցի է, եւ առաքելական եկեղեցի է, եւ ուղղափառ եկեղեցի է։ Բայց դա անունը չի, դա դավանաբանությունն է։ Ֆակտոր TV-ն ուսումնասիրել է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում առկա տվյալները։ Քաղվածքում նշված է, թեմի կանոնադրությունը փոխվել է 2 անգամ՝ 2013-ին եւ 2018-ին։ 2013-ին Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմն անվանափոխվել է եւ դարձել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմ, իսկ 2018-ի ամռան անվանափոխություն է կատարվել, ավելացել է ուղղափառ լինելու վերաբերյալ նշումը։ Թե ինչու է այս փոփոխությունը կատարվել, ինչու հենց 2018-ին, փորձեցինք ճշտել ինչպես Մայրաթորից, այնպես էլ Գևորգ եպիսկոպոս Սարոյանից, սակայն կողմերը մեր զանգերը անպատասխան թողեցին։ Եկեղեցու պաշտոնական կայքեջում թեմի մասին նշումներում ուղղափառ բառը բացակայում է։